Դոնալդ Թրամփը դեռևս չի կայացրել վերջնական որոշում Իրանին հրթիռային հարվածներ հասցնելու վերաբերյալ։ Ամերիկյան լրատվամիջոցները տեղեկացնում են, որ ուժային լուծման հավանականությունը շարունակում է աճել։ Թեման շարունակենք Արտյոմ Երկանյանի հետ, Արտյոմ, ինչն է նպաստում դրան։ CNN հեռուստաընկերությունը տեղեկացրել է, որ հարձակման հավանականությունը աճեց այն բանից հետո, երբ Թեհրանի եւ Վաշինգտոնի միջև նախնական բանակցությունները որևէ արդյունք չտվեցին։ Հայտնի է, որ բանակցությունները, այդ կոնսուլտացիաները ավելի շուտ երևի վարվում էին միջուկային ծրագրի վերաբերյալ եւ կողմեր էին հանդիսանում իրանական կողմից արտգործնախարար Արաքչին, Միացյալ Նահանգների կողմից Սթիվ Ուիթկոֆը, Թրամփի անձնական ներկայացուցիչը, բայց նրանք բանակցում էին հեռախոսով եւ հաղորդագրություններ փոխանցելու միջոցով։ Եվ ենթադրվում էր, որ եթե նկատվի, որ արդյունք կարող է լինել, նրանք անձամբ կհանդիպեն եւ արդեն բանակցությունների այդ վճռորոշ փուլը տեղի կունենա։ Սակայն հանդիպում այդպես էլ տեղի չունեցավ եւ ամերիկյան մամուլում գրում են, որ այդ կոնսուլտացիաները չհանգեցրեցին բանակցությունների, այլ բերեցին փակուղու։ Դրանից հետո անմիջապես Արաքչին հայտարարեց, որ Միացյալ Նահանգների հետ Իրանի առճակատումը մտավ երրորդ փուլ։ Թե դա ինչ է նշանակում, կարող ենք միայն կռահել, բայց Խամենեի խորհրդականը հայտարարեց, որ ամերիկյան ցանկացած հարված Իրանի տարածքում իրանացիները կընկալեն որպես պատերազմի սկիզբ եւ ասաց, որ պատրանք է, թե որ լոկալ հարվածներով հնարավոր է խնդիր լուծել։ Պատերազմ կամ կա կամ չկա։ Եվ այդ ֆոնին Թեհրանի քաղաքապետը հայտարարել է, որ անհրաժեշտ միջոցառումներ են ձեռնարկվում քաղաքում ապաստարաններ ստեղծելու համար։ Դրանց տեղաբաշխվեն ստորգետնյա ավտոկայանատեղերում եւ մետրոյի կայաններում։ Այսինքն Իրանի իշխանությունները պատրաստվում են խոշոր ռազմական գործողությունների, այդ թվում նաեւ մայրաքաղաքի մարդաշատ շրջաններում։ Միաժամանակ տեղեկություն կա այն մասին, որ Իրանի զինուժը հատուկ միջոցառումներ է ձեռնարկում պատրաստվելով ռազմական օպերացիայի, մասնավորապես Օրմուզի այդ նեղոցում եւ այնտեղ պայմաններ է ստեղծում, որպեսզի ամերիկյան դեսանտային միջոցառումները իրատեսական չլինեն եւ ֆորտիֆիկացիոն հատուկ միջոցառումներ են իրականացնում նաեւ Բանդար-Աբաս նավահանգստում եւ Կիշ կղզում։ Այսինքն պատրաստվում են ոչ միայն ուղղակի հրթիռային հարվածների, այլ նաեւ ռազմական գործողությունների ցամաքում իրական պատերազմի է պատրաստությունը գնում։ Իսկ նահանգները այդ հարվածները հասցնելու տեխնիկական բոլոր հնարավորությունները ունի։ Դե հավանաբար այս ռազմական գործողությունը տեղի կլինի արդեն այսպես նոր տեխնոլոգիաներով եւ նախորդ Իսրայելի եւ Միացյալ Նահանգների հարվածից ավելի լուրջ կլինի։ Համենայն դեպս ամերիկյան արմադան արդեն մոտեցել է այն հեռավորության, որից հեշտությամբ կկարողանան Իրանի ուղղությամբ հրթիռային լուրջ հարվածներ հասցնել։ Գիտենք, որ ամերիկյան հատուկ ստորաբաժանումներ են տեղաբաշխվել նաև հարևան երկրներում ամերիկյան ռազմակայաններում, ռազմաբազաների տարածքում, բայց ըստ որոշ տեղեկությունների, որոնք կարելի է հավաստի համարել, Միացյալ Նահանգների այդպիսի հավատարիմ դաշնակիցներ, ինչպիսին Սաուդյան Արաբիան է եւ Էմիրությունները հայտարարել են, որ թույլ չեն տա ամերիկացիներին օգտագործել իրենց օդային տարածքը, իրենց ցամաքային տարածքը Իրանի ուղղությամբ հարվածներ հասցնելու համար։ Հորդանանի մասին ոչինչ չի խոսվում։ Հավանաբար Հորդանանի վերաբերյալ Միացյալ Նահանգները այսպես հիմքեր ունեն վստահ լինելու, որ խնդիր չի լինի, բայց անգամ առանց իրենց արաբական գործընկերների եւ դաշնակիցների ամերիկացիները կարծում եմ ի վիճակի են ինքնուրույն լուծել խնդիրը։ Արդեն պարզ է, որ եթե ռազմական գործողությունները լինեն, պատերազմը կտարածվի Իրանի սահմաններից դուրս եւս, մասնավորապես Հեզբոլայի գլխավոր քարտուղար Քասեմին հայտարարել է, որ եթե Միացյալ Նահանգները հարված հասցնեն Իրանի ուղղությամբ, լիբանանյան այդ ռազմական խմբավորումը, որը ըստ էության նաեւ իրանական պրոքսի է, կմտնի պատերազմի մեջ եւ պատերազմը ըստ էության կտարածվի նաեւ Լիբանանի վրա, Իսրայելը բնական է հարվածներ կհասցնի Հեզբոլայի ուղղությամբ։ Դա նշանակում է, որ Լիբանանում ապրող մեր հայրենակիցները եւս մտահոգված են, կասկած չկա, որ Եմենի իրանական պրոքսիները նույնպես կներքաշեն Եմենը պատերազմի մեջ։ Արտյոմ, այս ամենը նշանակում է, որ դիվանագիտական ռեսուրսները սպառված են։
Դեռ ոչ եւ այստեղ դիվանագիտական իր ծառայություններն է առաջարկում Թուրքիայի նախագահ Էրդողանը։ Հյուրետ թուրքական թերթը գրում է, որ 3 առաջին օրը Թրամփի հետ ունեցած իր հեռախոսազրույցում նա առաջարկել է եռակողմ սամիթ կազմակերպել Թուրքիա, Միացյալ Նահանգներ, Իրան տեսակապի միջոցով։ Դեռ պարզ չէ, թե ում նկատի ունի իրանական կողմից որպես ներկայացուցիչ, արդյոք անձամբ երկրի հոգևոր առաջնորդին, թե նախագահին։ Ամեն դեպքում ըստ որոշ տեղեկությունների Թրամփը իր հավանությունը տվել է, որպեսզի Էրդողանը առաջարկը փոխանցի իրանական գործընկերներին եւ կազմակերպի այս տեսակապի միջոցով այդ գագաթնաժողովը եւ արդեն Էրդողանը այսպես ակտիվ աշխատանքներ է իրականացնում, հայտնի է, որ Աբբաս Արաքչին մոտակա օրերի ընթացքում հավանաբար մինչև այս շաբաթվա վերջ կժամանի Անկարա, հավանաբար հենց այս թեմայի վերաբերյալ բանակցելու համար։ Այսպիսով Էրդողանի ազդեցությունը շարունակում է աճել եւ նա կարծես ստեղծված պայմաններում վերջին հույսն է եւ վերջին մարդն է, ով կարող է կանխել պատերազմը եւ եթե իր նախաձեռնությունը պսակվի հաջողությամբ, իհարկե Էրդողանի եւ միջազգային վարկանիշը եւ Թուրքիայի ազդեցությունը աշխարհաքաղաքական process-ների վրա անկասկած կաճի։ Շնորհակալություն, Արծո։